ռեզերվներ կմային նախագահ Բեհրաբյան Արայքը եւ Ստեփան հայտարարում են Հանրակացարան համարվող այս շենքում նման վիճաբանությունները սովորական են դարձել։ Երբ բնակիչները փորձել են սեփականաշնորհել իրենց բնակարանները, պարզել են, որ դրանք արդեն պատկանում են աշխատանքային ռեզերվներ հասարակական կազմակերպությանը։ Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող 6-րդ կարգի վթարային շենքի բնակիչների մեծ մասը մանկատան սաներ են, անապահով ընտանիքներ, ինչպես նաև երկրաշարժից տուժածներ, Սումգայիթի եւ Բաքվի ջարդերից փրկվածներ։ Շենքի մի հատվածը դեռ 80-ական թվականներից շահագործում է աշխատանքային ռեզերվներ հասարակական կազմակերպությունը, որը բնակիչների պնդմամբ փլուզվել է դեռ 1991 թվականին։ Իրանք խախտել են օրենքը եւ այդ շենքը չեն հանձնել կրթության գիտության նախարարությանը եւ ապօրինաբար շարունակել են շահագործել շենքը։ Բնակիչները համոզված են 2003 թվականին կազմակերպության ղեկավարները շենքն ապօրինաբար են սեփականաշնորհել։ Վերցել են սեփականաշնորհել ամբողջ շենքը։ Այսպես ասած բնակիչներից մեջը սեփականաշնորհել։ Սեփականաշնորհվել է մեր շենքը, օրինական կարգով ոչ մի խախտում չի եղել։ Նրանք են մեր հետ ժամանակավոր պայմանագիր են կնքել։ Շենքի ղեկավարության հայտարարությունները բնակիչներին հավատ չի ներշնչում։ Նրանք շարունակում են սկսված եւ արդեն իսկ ծախողված սեփականաշնորհման գործընթացը։ Թե ինքը սեփականատերը հանդիսանում կարող մի օր էլ անօրինական, ոնց որ ինքը կառավարությունում անօրինական հանդես գալիս սեփականատեր, նույն հաջողությամբ կարող է իմ կողքը կոտրի, ներս մտնի իմ իրերը դուրս հանի, ասի դուրս եք։ Մենք ոչ մի բնակիչի դուրս չենք հանել, ես սկզբից էլ ասեցի եւ չենք էլ պատրաստվում հանելու։ Իրենք բնակվում են չմուծելով ոչինչ։ Իսկ բնակիչներն իրենց հերթին հայտարարում են, որ մինչև 2010 թվականը ներառյալ կազմակերպությունը իրենցից գանձել է ավելի քան 5 միլիոն դրամ։ Ինչ օրենքով են այդ գումարները գանձվել, այդ բոլոր հարցերը մնում են անպատասխան։ Բնակիչները դիմել են դատարան։ Առաջիկա 10 օրերի ընթացքում դատարանը կլսի նրանց հայցն ընդդեմ աշխատանքային ռեզերվներ ընկերության ղեկավարների։ Սաթենիկ Հովսեփյան, Սերգեյ Սարվազյան, IPV